Հակակոռուպցիոն կոմիտեն ավարտել է Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանին առնչվող կաշառքի գործի քննությունը։ Գյումրին մի քանի ամիս ղեկավարած Պաշտոնյան մեղադրվում է քաղաքի ճարտարապետի միջոցով Գյումրիի քաղաքացուց նրա կառուցած ինքնակամ շինությունը օրինականացնելու դիմաց կաշառք պահանջելու համար։ Կաշառատուն իրեն մեղավոր է ճանաչել, իսկ Վարդան Ղուկասյանը ըստ նրա փաստաբանի մեղադրանքը չի ընդունում։ Նրան մինչև 10 տարվա ազատազրկում է սպառնում, եթե դատարանում մեղադրանքը ապացուցվի։ Քննչական կոմիտեն հաստատել է համացանցում տարածված տեսանյութերում Արշակ arczepiskopos Խաչատրյանի պատկերված լինելու հանգամանքը։ Քննչականի հայտարարությունից հետո Մայրաթորի միաբանության վարդապետած դասը հայտարարությամբ է հանդես եկել, պատգամելով մեջբերում մեր եկեղեցու քահանայած դասին եւ հավատացյալներին չգայթակղվել եւ չտրտմել հոգեվորականության հասցեին հնչած ծրպարտություններից եւ հալածանքներից, չոտարանալ Մայր եկեղեցու հոգեվոր կյանքից։ Նախորդին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպած հոգեվորականները եւս հայտարարությամբ են հանդես եկել, որում ասվում է մեջբերում. հասել է ժամը ինքնաճանաչման, ինքնակնության, զղջման, ապաշխարության, ներողության եւ խոստովանության, գնահատելու միմյանց որպես Աստծո պատկեր եւ նմանություն ունեցող եղբայրների եւ քույրերի։ Սուրբ չէ ոչ ոք մեզանից, բայց միայն Հայրը, որ երկնքում է։ Սրբության կոչը սակայն ուղված է բոլորիս հավասարապես։ Մենք չենք մաքրվի, եթե շարունակենք կոծկել, արդարացնել եւ գովերքել մեղքը։ Առավել եւս այնպիսի արատներ, որ իսպառ մերժելի եւ դատապարտելի են ինչպես Սուրբ գրքի, այնպես էլ եկեղեցական կանոնների տեսանկյունից։ Մենք կմաքրվենք, եթե մերժելով մերժենք մեղքն ու դրա ամեն դրսևորում։ Մեղքի հանդեպ երբեմն մեր կողմից դրսևորվող անտարբերությունը ավելի մեծ մեղքերի առիթ կարող է դառնալ, մանավանդ երբ պատասխանատվություն ունենք հովվելու եւ առաջնորդելու, ասված է հայտարարությունում։ Երևանի ավականու անդամ Քրիստինա Վարդանյանը Facebook-յան իր էջում տեսանյութ է հրապարակել, հայտնելով, որ ավականու մի քանի անդամներով այցելել են քաղաքապետարանի ծրագրով վերանորոգվող 156 մանկապարտեզ ու արձանագրել, որ իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքում ամբողջությամբ անտեսված է ավականու որոշմամբ շինհրապարակներում կանաչ տարածքների սահմանազատման եւ ծառերի պաշտպանության հարցը։ Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների հանդիպումների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն նոյեմբերի 28-ին երկու երկրների համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչները հանդիպել են Հայաստան-Թուրքիա սահմանի Ախուրիկ Աքիակա անցակետում եւ Հայաստանի Գյումրի քաղաքում։ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունից հայտնել են, որ հանդիպմանը անցկացվել է Գյումրի Կարս երկաթգծի վերականգնման եւ շահագործման ուղղված տեխնիկական քննարկումների երկրորդ փուլը։ Ադրբեջանի Գաբալա քաղաքում կայացել է Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանի սահմանազատման հանձնաժողովների 12-րդ հանդիպումը, որին մասնակցել են երկու երկրների փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆայևը։ Մեր երկրի արտգործնախարարությունից փոխանցում են, որ կողմերը գոհունակությամբ են նշել, որ հանդիպումը տեղի ունենում Ադրբեջանի տարածքում։ Նիստի ընթացքում հաստատվել են նախկին պայմանավորվածությունը սահմանազատման աշխատանքները սկսել հյուսիսային հատվածից Հայաստան-Ադրբեջան-Վրաստան սահմանների հատման կետից եւ շարունակել հարավային ուղղությամբ մինչև Հայաստան-Ադրբեջան սահմանը Իրանի հետ։ Հայաստանի եւ Ադրբեջանի փոխվարչապետները առանձին մտքեր են փոխանակել նաեւ այլ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող թեմաների շուրջ։ Նրանք պայմանավորվել են հաջորդ հանդիպումը անցկացնել Հայաստանի քաղաքներից մեկում։ Գիշերը ռուսական ԱԹՍ-ների հարվածների հետևանքով Կիևում բնակելի շենքեր են վնասվել, հրդեհներ բռնկվել։ Նախնական տվյալներով կա 2 զոհ, եւս 29 տուժել են։ Հարվածը ուղղված է եղել էներգետիկ ենթակառուցվածքներին, քաղաքի մեծ հատվածը զրկված է էլեկտրաէներգիայից, ջրից եւ ջեռուցումից։ Ուկրաինան էլ իր հերթին օդային հարվածներ է հասցրել Կազանին։ Տեղացիները հայտնել են, որ լսել են առնվազն 3 պայթյունի նման ձայն Օսինովո գյուղի մոտակայքում։ Որոշ տներ մնացել են առանց էլեկտրաէներգիայի։ Մինչ այդ էլ ուկրաինական անութաչու թռչող սարքերը փորձել էին հարձակվել Սարատով եւ Էնգելս քաղաքների վրա։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն պլանավորում է բաց թողնել ՆԱՏՕ-ի արտաքին գործերի նախարարների դեկտեմբերի 3-ի Բրյուսելում նախատեսված հանդիպումը, հաղորդում է Reuters-ը։ Միացյալ Նահանգները հանդիպմանը կներկայացնի պետքարտուղարի տեղակալ Քրիստոֆեր Լանդաուն։ Աղբյուրը շեշտում է, որ Ռուբիոյի պաշտոնական ծրագրերը դեռ կարող են փոխվել, բայց առայժմ Լանդաուն նշված է որպես Վաշինգտոնից հիմնական մասնակից։ Թբիլիսիում ընդդիմությունը նորից ակցիա է արել, հազարավոր մարդիկ ԵՄ դրոշներով դուրս են եկել փողոցներ։ Ընդդիմության կողմնակիցները երթ են կազմակերպել կառավարության կողմից Եվրամիությանը անդամակցության բանակցությունները մինչև 2028 թվականը կասեցնելու որոշման տարելիցի կապակցությամբ։ Ակցիան խորհրդանշական բնույթ է կրում, քանի որ ուղիղ 1 տարի առաջ այսօրը Վրաստանի իշխանությունները իդեմս վարչապետ Կոբախիձեի հայտարարեցին եվրաինտեգրման գործընթացը սառեցնելու մասին։ Шановні українці,
Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակը հրաժարականի դիմում է ներկայացրել։ Այս մասին տեղեկացրել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Ուկրաինայի ղեկավարի խոսքով ինքը ընդունել է իր մերձավոր թիմակցի հրաժարականը։ Վաղն արդեն խորհրդակցություններ կնախաձեռնեն որոշելու համար, թե ով կարող է ստանձնել նախագահի աշխատակազմի ղեկավարությունը, նշել է Զելենսկին։ Այսօր առավոտյան Ուկրաինայի ազգային հակակոռուպցիոն գրասենյակը եւ հատուկ հակակոռուպցիոն դատախազությունը ուզարկել էին Երմակի բնակարանը։ Նախագահ Զելենսկու շրջապատում ծագած կոռուպցիոն սկանդալի հետաքննության շրջանակներում։ Շրի Լանկայում դիտվա արևադարձային ցիկլոնի հետևանքով զոհվել է առնվազն 123 մարդ կամ բազմաթիվ տուժածներ։ Վերջին մի քանի օրերի ընթացքում երկրում անբարենպաստ եղանակային պայմանների հետևանքով մահացածների թիվը հասել է 123-ի, եւս 130 մարդ դեռևս անհետ կորած է համարվում, հաղորդել է տեղի իշխանությունը։ Շրի Լանկայի նախագահ Անուրա Դիսանայակեն հրամայել է բանակին անհապաղ օգնություն ցուցաբերել տուժածներին, իսկ փրկարարական աշխատանքներին մասնակցելու համար արդեն ուղարկվել է ավելի քան 20,500 զինծառայող։ Օդերևութաբանական վարչությունը հայտնել է, որ մինչև նոյեմբերի 30-ը տեղումների քանակը զգալիորեն կնվազի, քանի որ դիտված ցիկլոնը շարունակում է շարժվել Շրի Լանկայից դեպի Հնդկաստան։